Երկաթուղու էժանությունը ոչ թե նրա մեջ է, որ երկաթուղին ռելսերով աշխատում է, այլ երկաթուղին մի կետից մյուս կետը գալուց հետո նույն ձևի տնտեսապես օգուտով վերադառնում է մյուս կետ։ Բայց այս ամենը, որ տեղի է ունենում հիմա հացահատիկ այդ վառելիքը բանը, մեկ կետից գալիս է մի կետ, եւ ինքը իրականում այստեղ տնտեսական շահը չի, այստեղ քաղաքական շահն է, որովհետեւ այսօր վաղը մինչև հունիսի 7 Ադրբեջանը եւ Թուրքիան մատները մոմ են անելու, Նիկոլ Փաշինյանի նկարի առաջ նկարվելու են, մոմը վառելու են, հայ ժողովրդին այդ մոմը վաղոթելու են, որովհետեւ իրենց գանձի բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում, իրենց ռազմավարական Հայաստանը կլանելու ամբողջական ծրագիրը տապալել այն նշանակում։ Եվ երբ որ ինքնիշխանությունից են խոսում, այսօր այդ ինքնիշխանություն գոռացողը ստեղծել է մի վիճակ արտաքին քաղաքական եւ նաեւ քաղաքական մի վիճակ, որ Հայաստանում ընտրությունների ելքի վրա օտար երկրները ոչ թե դա այն որ վախում են երեխեքի նման ինչ որ մի հատ երկիր կա, բայց առահա մի անգամ Ռուսաստան անունը կտան։ Ոչ թե Ռուսաստանն է։ Ինքը չի տալիս, բայց գոնե այլ այսօր իրենք կոնկրետ դերակատար Թուրքիա, Ադրբեջան դարձրել են ընտրությունների անմիջական խաղացող